չենք, ինչու պետք է հնազանդենք առաջնորդներուն մեկ պատճառով միայն, որովհետև անոնք կհսկեն ձեր հոգիներու համար, իսկ եթե չեն հսկեր սիրելի Պողոս։ Քանի որ հաշիվ պիտի տան ձեր փոխարեն, եւ անոնք ուրախությամբ թողնեն այս բանը եւ ոչ դրդունչով։ Եթե ամփոփենք առաքյալի վերջին միտքը, ապա կարելի է ասել, որ մենք նախ պետք է պարապանենք Աստուծո անունը եւ այնուհետեւ լսենք ու հնազանդենք մեր առաջնորդերուն մեկ պայմանով դագի երկուքից, որ անոնք կհսկեն մեր հոգիներու համար։ Հիմա ձուր նստենք, շիդակ խոսենք։ Ինչպես որ ժողովրդական արածը գսեցեք շիդակ նստենք, որովհետեւ շիդակ խոսենք։ Ով չի հնազանդիր այսպիսի առաջնորդի, որը գիշեր ու ցերեկ կհսկե մեր հոգիներու համար եւ ուրախ է, որ Աստուծո խոսքը մեզի կսորվեցնի։ Վստահ եմ, որ բոլորը կհնազանդին, եթե գտնվի այսպիսի առաջնորդը։ Առաջնորդը նա չէ, որ իր խոսքը ուժի զորով է որ հարաճ կդանե, կամ կբնթե, որ իրեն պետք է հնազանդին, քանի որ ինքն է առաջնորդ։ Այսպիսի առաջնորդը Պողոս առաքյալին չի ճանչնար ուրեմն։ Առաքյալը երկու դեպքերով հստակ գրած է իր խոսքը. հիշեք, լսեք եւ հնազանդեցեք ձեր առաջնորդներուն, եթե ցեզի Աստուծո խոսքը գխոսին եւ եթե կհսկեն ձեր հոգիներու համար։ Եթե առաջնորդին հնազանդելու այսօրվա կանոնները խորտ են Պողոս առաքյալի համար եւ նույնիսկ անհասկանալի են Պողոսի համար, քանի որ ինքը անցամբ Քրիստոսեն կանչված ըլլալով երբեք իշխող առաջնորդ չեղավ, այլ ծառայող եղբայր։ Նաև Քրիստոսին որպես առաջնորդ ունենալով անոր ծառան եղավ, գաբյալ եղավ եւ բանդարգյալը։ Ալ ինչպես Պողոս առաքյալը գրնա հասկանալ այսօրվա առաջնորդներուն ու կաթողիկոսներուն, որոնք երբ դուրս կգան իրենց շքեղ բալատներեն ու մեքենաներեն, ամիջապես կհայտնվին հնազանդվողներ, խոնարհվողներ եւ գուղիկցին իրենց մինչեւ սահմանված վայրը։ Չի հասկնար։ Սակայն այլ է առաջնորդի բարդականությունը հնազանդվողի նկատմամբ։ Առաջնորդը պետք է Աստուծո խոսքը սորվեցնե եւ հսկե հնազանդողի հոգին համար, իսկ հավատացյալը բարդավոր է հնազանդել այսպիսի առաջնորդի, այսպիսի հովիվի, երիցի ու եկեղեցու սպասավորի։ Միայն պետք է դրվիլ ծառայասիրությամբ, փոխադարձ սիրով ու հնազանդությամբ